Տիկին Գարստյան, շնորհակալություն զեկույցի համար։ Ինձ հետաքրքրում է այս պահի դրությամբ քանի հայտարարագիր ունենք ներկայացված եւ կապված նաեւ հայտարարագրման վերջին մեր փոփոխությունների հետ ինչ աշխատանքներ են կատարվում եւ արդեն հաջորդ տարի նախատեսած փոփոխություններով հայտարարագրերի հետ կապված խնդրում հանրության փոխանցեք որոշակի բարձրաբանումներ։ Շնորհակալություն։ Որ ազգային ժողովում մենք փոփոխություններ արեցինք հայտարարագրի ներկայացման հետ կապված վերջի մեր փոփոխությունները, առաջարկությունները, որ այլևս ունենալու են բարձրացված ձևի հայտարարագրեր, այսինքն այն Դա չէ, մեր կյանքը չի բարելավել։ Չի բարելավում մեր կյանքը։ Այս բանը ներկայացված հայտարարագրում 2-3 հայտարարագիր իրարամերժ տեղեկություններով շարունակելու ենք լրացնել, մինչև չհասկանանք, թե վերջը ինչ է լինելու։ Այ մեր կյանքը թեթևացնելու համար ինչ եք նախատեսում անել, ինչ առաջարկներ ունեք։ Ոչ այդքան ուրախ նոտայի վրա բան Վարդանյանի ասած 25 թվականի դրությամբ մենք ունենք 23218 հատ հայտարարագիր ներկայացված, ինչ վերաբերում է ձեր կյանքը թեթևացնելուն մենք իրականում աշխատում ենք կառավարության հետ եւ թվայնացման խորհրդում եւս քննարկել ենք միասնականացնելու հարցը, քանի որ դուք երևի նկատել եք, որ եկամուտների հատվածը ինքնաշխատ եղանակով ներբեռնվում է ՊԵԿ-ից, պիտի խնդրենք նաեւ օրենսդրական դուք էլ փորձեք միասին համատեղ այնպես անենք, որ ժամկետների մասով խզում չլինի եւ եկամուտների սահմանման մասով խզում չլինի, որպեսզի միասնական դուք մեկտեղ գոնե եկամուտների հատվածը ՊԵԿ-ում երբ որ կներկայացնեք, այդ մասը ինքնաշխատ կարգով արդեն մեր հանձնաժողովի կայքում կներբեռնվի ու եկամուտների հետ կապված առնվազն դուք որևէ տվյալ հավելյալ չեք ներկայացնի։ Շնորհակալություն պատասխանի համար եւ արդյոք այս զարգացումները նաեւ ինքնակրթության նաեւ դասընթացները, նոր հնարավորությունները, նոր միջոցներ չեն պահանջում, որ դուք ասացիք, որ մնացել է ֆինանսավորումը նույն չափով դեռ 15000 դրամ կրճատվել են։ Լավ է, որ 15 միլիոն չի կրճատվել։ Հա, հիմա դրա հետ կապված դուք չունեք խնդիրներ, որոնց լուծումը լրացուցիչ ֆինանսական միջոցներ են պահանջում եւ ինչ եք ակնկալում հաջորդ տարիների ընթացքում, որպեսզի առավել հնարավոր դուք ներգրավեք այնպիսի կադրեր, որոնց հետ աշխատելու ընթացքում ավելի պրոֆեսիոնալ պատկերներ ունենանք։ Շնորհակալություն։ Նախ շատ շնորհակալություն հարցադրման համար, թեև ես նշեցի, որ տեխնիկապես ընդամենը 15000-ով է կրճատվել, բայց 8 միլիոն պահնորդական ծախս ենք նախատեսել, այսինքն մեր ներկայիս մասով 8 միլիոնը առնվազն կրճատվել է նախորդ տարվա հետ համեմատած։ Այստեղ վարձատրության հետ կապված ունենք կրճատում 5 միլիոնով, ինչը մի փոքր ավելի է դժվարացնելու մեր առօրյա, այսպես ասած, կյանքը մենք ունենք գործուղումների արտասահմանյան գործուղումների հետ կապված ընդամենը 1 միլիոն նախատեսած 1 միլիոն դրամ ինչի չափազանց քիչ է հատկապես մեր հանձնաժողովի դեպքում որովհետև առնվազն ես տարեկան 4 անգամ ներկայացուցչական հանդիպումներ ունեմ որ օրինակ Գրեկոյում OECD-ում պետք է ներկա լինեմ բայց ստացվում է 1 միլիոն դրամով անգամ ես չեմ կարող գոնե 2 գործուղում արտասահմանյան գնալ, այստեղ իհարկե մեր միջազգային գործընկերներին պիտի շնորհակալ լինենք, որ իրենք աջակցում են։ Իրազեկման հետ կապված այո, այս պահին բավականին քիչ է գումարը այդտեղ հատկացված, դրա համար մենք փորձում ենք որոշ չափով այլ գործիքներով հարցեր լուծել, նույն թվայնացման գործիքը նախորդ շաբաթ գործադիրում մենք ունեցել ենք իրազեկման աշխատանքների վերաբերյալ քննարկում, այսինքն գործադիրի շրջանում իրազեկում ենք կատարել բարևարկության տարերի եւ հայտարարագրման նորմերի հետ կապված, որին մասնակցել են վարչապետ, փոխվարչապետերի նախարարներ եւ կառավարության ու վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներ։ Հենց հիմա արդեն ելքագրում ենք գրություն, որով դիմելու ենք տկենին, որպեսզի հնարավորության դեպքում կազմակերպեն համայնքի ղեկավարների եւ մարզպետների շրջանում մենք կարող ենք գնալ վերապատրաստում անել ու դա հատկապես կարևորվում է հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ամենաշատ վարույթները բարևարկության համակարգի տարերի խախտման վերաբերյալ իրականացնում ենք հենց թիմերի ղեկավարների մասով, ուստի այստեղ կանխարգելիչ մանդատի շրջանակներում ավելի կարևոր է կրթելը, հետո վարույթ իրականացնելը կամ առնվազն զուգահեռ իրականացնելը, փորձում ենք ինչ-որ չափով այդ խնդիրները լուծել, թվայնացման գործիքները, եթե հաջողությամբ կարողանանք այնպես ինչպես
ինչպես պատկերացնում ենք մյուս տարվա ընթացքում արդեն գործարկենք, դրանց վերաբերյալ եւս վերապատրաստումներ անենք եւ իրազեկում բարձրացնենք, արդեն որոշ չափով հանձնաժողովի գործունեության հետ կապված կլինեն արդյունավետությունը կբարձրանա հուսանք, բայց մյուս տարվա հետ կապված արդեն չգիտեմ վարձատրությունը կարծես թե չի բավարարում, բայց դա ոնց որ թե բոլորին է վերաբերում, ուստի առանձին չեմ կարծում, որ ավելի ճիշտ է մեզ անդրադառնալը։